Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել կամ մեկ ձերբակալված։ Լրատվամիջոցները գրում են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում մեկ այլ զինծառայողի կրակոցից։ Ըստ նույն աղբյուրների Նարեկը 19 տարեկան էր Աբովյան քաղաքից։ Նրա ծնողները արտերկրում են հայրը բուժման նպատակով, մայրը որպես խնամող։ Վերջին 2 ամսվա ընթացքում սա բանակում գրանցված արդեն 3-րդ մահվան դեպքն է։ Հայաստանի վարչապետը 3 օր է բանակցություններ է վարում Լեհաստանի ղեկավարության հետ։ Վարշավայում նա հանդիպել է Լեհաստանի նախագահին։ Հանդիպման ընթացքում Լեհաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն զարգացնել եւ ամրապնդել գործակցությունը։ Փաշինյանը հանդիպել է նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Դատելով տեսանյութերից հանդիպումը բավական ջերմ մթնոլորտում է անցել։ Տուսկը նշել է, որ այս այցը կարող է նոր ազդակ հաղորդել հայ-լեհական հարաբերություններին բոլոր ուղղություններով։ Հայաստանի վարչապետը, որը 5 տարի Եվրոպական խորհրդի նախագահն էր, նաև նշել է, որ Եվրամիության դռները բաց են ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի առաջ։ Փաշինյանն էլ իր հերթին Տուսկին հրավիրել է Երևան մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։ Փաշինյանը նաև շեշտել է, որ Հայաստանի նպատակը երկիրը ԵՄ-ի եւ եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն դարձնելն է։ Նրա խոսքով ժողովրդավարական բարեփոխումները հեշտ ճանապարհ չեն, դրանք բերում են ոչ միայն փոփոխություններ, այլև մարտահրավերներ, կասկածներ ու քննադատություն։ Այսօր կարող եմ նշել, որ հայ-լեհական հարաբերությունները, նաև մեր անձնական հարաբերությունները վերածվել են ընկերության առանց որևէ նախապայմանի։ Մենք ունենք նմանատիպ նպատակներ։ Լեհաստանում շատ են գնահատում հայերին։ Ես ուզում եմ մատնանշել հենց ձեր կատարած աշխատանքը։ Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու քաղաքական տեսլականը։ Հավատում ենք, որ մեր ռազմական գործակցությունը ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը։ Երկու երկրներն էլ, նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին եւ որպեսզի կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրների, մեր ժողովուրդների համար։ Առանձնազրույցից հետո երկու երկրները ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են ստորագրել, որի մանրամասները սակայն հայտնի չէ։ Ուշագրավ է, որ հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է արտգործնախարարը, ոչ թե պաշտպանության նախարարը։ Լեհաստանի վարչապետի հետ հանդիպելուց հետո Փաշինյանը ջերմ տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։ Wow, great. Լեհաստանյան այցի շրջանակում Փաշինյանը նաև հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, զրուցել դիվանագետների եւ վերլուծաբանների հետ։ Նա հայտարարել է, որ տարածաշրջանում տրամադրությունները փոխվում են եւ լարվածություն չկա։ Relations between Turkey. Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ։ Անցյալ տարի հունիսին
Առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա։ Մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից իրավիճակը բավականին հասունացել է, որպեսզի գործնական քայլի վերածվի։ Ինչպես գիտեք, Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է 90-ականների սկզբից, եւ մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, կան նախագծեր տրանսպորտի հետ կապված։ Այս հայտարարությունների ֆոնին Իրանը եւս անդրադարձել է թրիփ նախագծին։ Հայաստանում Իրանի դեսպանի խոսքով Թեհրանը սկզբունքայնորեն դեմ չէ նախագծին, սակայն ունի որոշ վերապահումներ։ Հաշվի առնելով ամերիկյան կողմի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ, մենք մտահոգություններ ունեինք այս հարցում։ Այնուամենայնիվ, հարցը քննարկվել է մեր հայ գործընկերների հետ շատ բարեկամական մթնոլորտում։ Նրանք վստահեցրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիք չի ներկայացնի Իրանի համար։ Իսկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական պատկերացում չունի թրիփ նախագծի իրականացման մասին։ Երրորդ նախագահը հակակոռուպցիոն քրեական դատարանում կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ թրիփ նախագծի մասին որքան մանրամասներ է հայտնի դառնում, այնքան Մեղրիի ճակատագրի վերաբերյալ իր մտահոգությունը մեծանում է։ Թրիփի հետ կապված ես ասել եմ, որ վերջնական պատկերացում չունեմ, բայց ցավոք սրտի ինչքան որոշակի նյուանսներ կամ մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապ ավելանում է Մեղրիի հետ կապված։ Այո, բա թրիփը որտեղով է գնում, հենց տեղով է գնում։ Հիմա պետք է ասեք, այդ ինչ տագնապ է։ Ես կասեմ հետևյալը, որ արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պետք է 500 մետր լայնություն ունենա, կամ այդ ծրագիրը պետք է ունենա։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելավոճը, կարող է 5 կիլոմետր էլ լինի, կարող է 10 կիլոմետր էլ լինի, բա տագնապ չառաջանա։ Բա հաջորդը այն է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը գնում է Բաքու եւ այդ թրիփի մասով պայմանագիր է ստորագրում։ Բայց այդ մեր տարածքը չի։ Առանց մեզ, մեր մասին պայմանագիր են ստորագրում։ Այս բոլոր հարցերը ինձ շատ անհանգստացնում է։ Երեկ կայացել է Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների դատավարությունը։ Սրբազան պայքարի աջակից Վահագն Չախալյանը 8 ամսյա կալանքից հետո տուն կգնա։ Մեկ այլ որոշմամբ էլ դատարանը 3 ամսով երկարաձգել է Սրբազան պայքարի գործով կալանավորված ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Տնային կալանքը կամ ընդհանրապես խափանման միջոցը, զուտ խափանման միջոցը, թե նաև քաղաքական գործընթացի խափանման միջոցը։ Քաղաքական գործընթացի խափանման գործիք է։ Այս տվյալին պետք է գնահատական տրվի։ Եվ ասեմ ավելին, պատվարժան դատարան, ի վերջո Արթուր Սարգսյանի նկատմամբ միայն տնային կալանքը չէ, որ կիրառված է, այլ նաև համակցված կիրառված է գրավը որպես խափանման միջոց եւ առավել քան բարձր գրավի գումարը սահմանվել վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որը պատվարժան դատարանի կողմից իհարկե չի փոփոխվել, նույնությամբ պահպանվել էր եւ տնային կալանքի երկարաձգման հարցը լուծվել էր դեկտեմբեր ամսին։ Պատվարժան դատարան, ես գտնում եմ, որ այն գրավի չափը, որը կիրառվել էր, բացում է կիրառվել էր դեռ օգոստոս ամսվա տրամաբանության ներքո։ Չի կարող նույնությամբ ակտուալությունը պահպանած լինել։ Բայց մենք այս պահին դիրքորոշում գրավի չափի նվազեցման չենք ներկայացնում։ Այսինքն նույնիսկ պատրաստ ենք խափանման միջոցի ավելի մեղմման ուղղված որոշման դեպքում համակցված պահպանելուն գրավը, որը կիրառված է։ Ժնևում ավարտվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Օմանի միջնորդության բանակցությունների երրորդ փուլը։ Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ երրորդ փուլում արձանագրվել է զգալի առաջընթաց։ Նրա խոսքով քննարկումները կշարունակվեն մայրաքաղաքներում, իսկ տեխնիկական մակարդակի բանակցությունները հաջորդ շաբաթ կանցկացվեն Վիեննայում։
Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ժնևում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերջին փուլը ամենալուրջ հանդիպումներից էր։ Նրա խոսքով կողմերը առաջընթաց են գրանցել միջուկային էներգիայի եւ պատժամիջոցները մեղմելու հարցերում, նաեւ քննարկել ապագա համաձայնագրի տարրերը։ Իրանի շուրջ լարվածության ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետախուզության հետ փակ ճեպազրույց է անցկացրել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանից դեռևս չի ստացել երբեք միջուկային զենք չմշակելու բաղձալի խոստումը։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 3-ից 5, իսկ երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին, կհանդիպենք։